Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, նախորդ շաբաթվանից քննարկում ենք դատախազության զեկույցը եւ ականատես ենք մի հետաքրքիր տեսարանի նաեւ, այսպես ասած, վիզուալիզացիայի, ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը բնականon ճանապարհով ընթանում է եւ շուրջ 600 միլիոն դոլարի հասնող դրամական միջոցներ եւ գույքեր ուրեմն արդեն վերականգնվել են եւ միլիարդավոր դոլարների գույքեր ու դրամական միջոցներ էլ քննության փուլում են եւ գնահատման փուլում են եւ ահա ազգային ժողովում ինձանից ձախ նստած է, այսպես ասած, հայցվոր կողմը, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը իդեմս Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ ժողովրդի, պատասխանող կողմը Հայաստան խմբակցությունը եւ պատիվ ունեմ խմբակցությունը իդեմս Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի եւ նրանց ուրեմն մերձավոր շրջանակների եւ ուրեմն գլխավոր դատախազը իդեմս Հայաստանի Հանրապետության քաղաքացու ներկայացուցչի եւ նրա զեկույցը, որտեղ արդեն մենք տեսնում ենք մեր քաղաքական հանձնառության արդյունքները թվերով եւ ինչն ամենակարևորն է, սիրելի հայրենակիցներ, այդ թվերը ձևավորվել են բացառապես իրավական եւ ինստիտուցիոնալ ճանապարհով։ Այսինքն մենք չենք գնացել վենդետաների ունեցված խլելու, մեջ անելու ճանապարհով, մենք ստեղծել ենք մեխանիզմ, որը չի ճանաչում անուն ազգանուններ, տարեթվեր, պաշտոններ եւ ծանոթներ։ Տիկին գլխավոր դատախազ, մենք շատ հաճախ ենք հանդիպում մարդկանց եւ վստահ եմ դուք եք լսել այս պահանջը, մի շարք մարդկանց բռնելու մասին։ Այս ցուցակում առաջինները բնականաբար Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանն են, բայց այս դահլիճում էլ կգտնենք մարդկանց, որոնք ըստ էության առաջին հորիզոնականներում են, ըստ էության top 10-ում են գտնվում այն անունների, որոնց մասին մեր հայրենակիցները մեզ անընդհատ ասում են եւ գրեթե մեծամասնությունը ունի այս պահանջը։ Բայց ես ուրախությամբ եւ վստահաբար պետք է արձանագրեմ նորից, որ սիրելի ժողովուրդ, հարգելի գործընկերներ, մենք չենք գնացել եւ չենք գնալու սեփական քմահաճույքով գույքեր խլելու, առանց որևէ իրավական հիմքի մարդկանց բռնելու, ունեզրկելու ճանապարհով երկիրը չենք տանելու կործանման, որովհետև դա կլինի ինքնաոչնչացման ամենաուղիղ եւ ամենակարճ ճանապարհը։ Կարճ ասած, մենք չենք դառնալու Ռոբերտ Քոչարյան կամ Սերժ Սարգսյան կամ ավելի պատկերավոր ասած Սերժ Քոչարյան, որովհետև մեզ համար ավելի կարևոր է, որ չլինեն անմեղ ազատազրկված մարդիկ, քան մի քանի մեղավոր եւ անգամ մի քանի սրիկա լինեն ազատության մեջ, որովհետեւ մեղավորների պատասխանատվության ժամանակը վաղ թե ուշ գալու է, իսկ անմեղների ժամանակը այլևս հետ չես բերի։ Մենք դրա ականատեսը նաեւ լինում ենք, տեսնելով թե ինչքան անմեղ մարդիկ են հայտնվել անազատության մեջ քաղաքական քմահաճույքներով։ Բայց խոսելով ժողովրդի մի մասի զայրույթի մասին, այս կամ այն մարդուց, այս կամ այն գույքը վերցնելու, ուրեմն վերականգնելու մասին, այս կամ այն մարդուն բռնելու մասին, մի երևույթի էլ ես կուզեմ անդրադառնալ, շատ են գույքերը, աչք ծակող գույքերը Հայաստանի Հանրապետությունում եւ հատկապես Երևանում, որոնք մի տեսակ էմոցիոնալ եւ ընկալումների մակարդակում ազդում են մարդկանց ներվի վրա եւ ընկալման մակարդակում նաեւ ստվերում են այն թվերը, այն ձեռքբերումները, որոնք մենք ունենք։ Եվ մենք ունենք ձեռքբերումներ, որովհետև շատ երկրներ ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտի արդյունքները տեսնում են շատ ավելի երկար ժամանակամիջոցում, քան մենք ենք այսօր տեսնում։ Եվ այդ գույքերը հիմնականում կենտրոնացած են Երևանում։ Ասենք կենտրոնում, որ կանգնում ես Մայր Հայաստանի կողքին, տեսնում ես վերեխոյանում Գագիկ Խաչատրյանի շքեղ դղյակը, որը կարծես կոռուպցիա եւ թալանի հուշարձանը լինի Երևանի կենտրոնում։ Մանումենտով բարձրանում ես ձախի վրա, տեսնում ես ազգային ժողովի կերպարով Հովիկ Աբրահամյանի տունը, որ լոլիկներով էր կառուցել, կարծես թե, եւ սենց մարդիկ մեր քաղաքացիները կարծում եմ նաեւ այնքան արմատացած եղել կոռուպցիան եւ թալանը Հայաստանի Հանրապետությունում եւ ավանդույթի նաեւ մշակութային արդեն ինչ որ բանա դարձած եղել Հայաստանում, ազգային բանա դարձած եղել Հայաստանում, կոռուպցիան ու թալանը, որ մեզ ինչ-որ էմոցիոնալ եւ ընկալումների մակարդակում նաեւ ինչ-որ քաղաքական միգուցե միջոցառումներ են պետք, ես չգիտեմ ինչեր են պետք, բայց այդ աչք ծակող գույքերը ես կարծում եմ դրանց հետ ինչ-որ հանրային նշանակության փոփոխություններ են միգուցե պետք իրականացնել, երբ որ դրանք ուրեմն կհայտնվեն ապօրինի գույքի տիրույթում, ես հույս ունեմ, որ այս իմ թվարկած աչք ծակող գույքերը քննության
եւ անգամ գնահատման փուլում են գտնվում։ Եվ քանի որ խոսեցի կոռուպցիա եւ թալանի հուշարձաններից, պետք է վերադառնամ ուրեմն ազգային ժողովի դահլիճ, կոռուպցիա եւ թալանի կենթանի հուշարձանների մոտ, Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունների մոտ։ Նախորդ շաբաթվա վերջին մեր գործընկեր ընդդիմադիր Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հանդես եկավ մի շարք ֆանտաստիկ հայտարարություններով, ֆանտաստիկ ոչ թե դրանց առանձնահատկությունների, այլ անհնարինության իմաստով։ Խոսեց, ինձ թվում է, սա փորձ է ուրեմն մաքրել որոշ մարդկանց շատ կեղտոտ անունները, փորձ անելով մեզ հավասարեցնել եւ մեզ ուղղել նույն մեղադրանքները, որոնք ըստ էության իրականության մեջ վերաբերելի են բացարձակապես իրենց։ Մեզ ասում են, որ մենք թալանում ենք, մեզ ասում են, որ մենք դարձել ենք ամենահարուստները եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ըստ էության այս տեքստերը ասում են շատ լավ իմանալով, որ թե իրենցից սկսած մինչև Հայաստանի ամենահեռավոր համայնքում գտնվող մեր հայրենակիցը գիտի, որ սա բացարձակ սուտ է։ Օրինակ, պարոն Մինասյանը ինձ շատ է հանդիպում ավտոկայանատեղիում մեր ազգային ժողովի եւ օրինակ իմ մեքենան իր մեքենայից ավելի էժան է։ Ես իշխող խմբակցության քարտուղարն եմ, ինքը ընդդիմադիր։ Սենց ոնց կլինի։ Հիմա կարող է որ դուք սուտ դուրս չգաք, պարոն Մինասյան, մի հատ հասկանանք ձեր խմբակցությունից ում մեքենան է հարմար, փոխվենք, իմ մեքենան տամ ձեզ, ձեր մեքենան տվեք ինձ, որ ճիշտը վերականգնվի ու դուք սենց սուտ դուրս չգաք։ Կարանք քննարկենք այս հարցը, ես բացարձակ ուրեմն այս բանին փոփոխությանը դեմ չեմ լինի, անկեղծ ես ասեմ, բայց նման տեքստեր ասելուց առաջ ես ձեզ խորհուրդ կտամ նայեք Սերան Օհանյանի աչքերի մեջ եւ կտեսնեք մի քանի հարգանի առանձնատուն։ Կպտտվեք հետ կնայեք Աննա Գրիգորյանի աչքերի մեջ կտեսնեք հեկերը, կնայեք Աղվան Վարդանյանի աչքերի մեջ եւ կարող եք դիտել թե ինչպես են օրինակ Դավթաշենից մի կտոր պոկում դարձնում Զովունի, որ տնեն վրան հարմար տուն սարքեն։ Կնայեք Լևոն Քոչարյանի աչքերի մեջ նման տեքստերից առաջ տեքստեր ասելուց առաջ կուտ կտեսնեք միլիոնավոր դոլարներ, որոնք հարյուրավոր մարդկանց կյանքի փող պետքա լինեին։ Վերջապես կնայեք Ռոբերտ Քոչարյանի աչքերի մեջ, կտեսնեք հոկտեմբերի 27-ը, կտեսնեք մարտի 1-ը, կտեսնեք Պողոս Պողոսյանին, կտեսնեք Ռոբերտ Քոչարյանի աչքերի մեջ, պարոն Մինասյան, նման տեքստեր ասելուց առաջ։ Ու ընդհանրապես իրար աչքերի մեջ շուշուտ կնայեք ու իրար աչքերի մեջ կտեսնեք Արցախի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, կտեսնեք ձեր բաժին մեղքը Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի տեղահանման։ Ու հետո գալիս եք այստեղ խոսում եք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին թիրախավորելուց։ Այդ դուք չէիք, որ այստեղ միտինգներ եք անում հանրապետության հրապարակում, ամեն ինչ անում եք, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը լքի իրենց հայրենի հողը չպայքարի իրենց իրավունքների համար, գա Հայաստան, ավելի կոնկրետ Հայաստանի Հանրապետության հրապարակ, ավելի կոնկրետ կառավարության դիմացի ձեր միտինգներին։ Դրանից այն կողմել ոչ կարելի է թիրախավորել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին։ Այդ մարդկանց չթողեցիք իրանց իրավունքների համար պայքարեն, բերեցիք Հայաստանի Հանրապետություն, հիմա էլ հելել եք իրանց վերադարձի մասին եք խոսում։ Խեք խափում այդ ժողովրդին ու սուտ պատրանքներով ներարկում։ Ախր դուք էլ գիտեք, որ դուք սուտ եք խոսում, չեք ամաչում Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդից, որ շարունակում եք սին պատրանքներով, ուրեմն խափել ձեր քաղաքական նպատակներ իրականացնելու համար։ Հայ ժողովրդին թիրախավորելով ձեր քաղաքական նպատակներն իրականացնելը ձեր հազարամյա, հարյուրամյա քաղաքական կոդի մեջ է եւ դա չի փոխվում։ Թիրախ դարձնել հայ ժողովրդին, լուծել սեփական, քաղաքական եւ սեփական հարցերը։ Դա ձեր քաղաքական կոդն է։ Այն որ ձեզանից մեկը ստեղ ինչ որ քաղաքական կոդերից էր խոսում։ Եվ ժամանակը ավարտվում ամփոփելով խոսքս, սիրելի հայրենակիցներ, մի բան էլ, այդքան որ խոսում եք, մի հատ եկեք ստեղ ու նախ ձեր վերաբերմունքը որպես խմբակցություններ արտահայտեք Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին, օրինակ առայն, որ հայերն են սկսել պատերազմը Ադրբեջանի հետ։ Մի հատ եկեք ստեղ խոսեք, հասկանանք, տեսնենք այդ դուք ովքեր եք եւ ում հետևից եք գնում ընդհանրապես եւ ինչի համար։ Եվ ամփոփելով խոսքս։ Սիրելի հայրենակիցներ, Թալանի վերադարձը, կոռուպցիայի դեմ պայքարը մեր քաղաքական հանձնառությունն է, մեր ինքնությունը, եւ որքան էլ շատ լինեն խոչընդոտները, մենք հասնելու ենք այն արդարությանը եւ արդարադատությանը, որի համար սկսել ենք պայքարել 2018 թվականից։ Տիկին գլխավոր դատախազ, ձեզ հաջողություն եմ մաղթում, ակնկալիքները ձեզանից չափազանց մեծ են։ Հայաստանում հոկտեմբերի 27-ը տեղի ունեցել, մարտի 1-ը տեղի ունեցել, քաղաքական սպանություններ են տեղի ունեցել, միլիարդավոր դոլարների թալան է տեղի ունեցել, հարյուրավոր մարդկանց ունեզրկում է տեղի ունեցել եւ այս
Ուրեմն ակնկալիքների առաջին հասցեատերը հողի վրա աշխատանքի իմաստով դուք եք, ձեզ հաջողություն եմ մաղթում եւ շնորհակալություն կատարված աշխատանքի համար։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի ընդդիմադիր գործընկերներ։ Ես բանկեղծ խիստ ողջունում եմ, որ մեր ընդդիմադիր թևը ազգային ժողովի լիովին ու ամբողջությամբ ընդունել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, կատարելապես մեր ընդդիմադիր թևը այլևս չի խոսում Լեռնային Ղարաբաղից, չի խոսում Կարսից, չի խոսում այլ բաներից, որոնք Հայաստանի Հանրապետությունից դուրս են, խոսում է միայն Հայաստանի Հանրապետության ներսի խնդիրների մասին, այնպես որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանում կարելի է ասել, տենց մի քանի ամսվա ընթացքում տոտալ հաղթանակ տարավ ու մեր ընդդիմությունը այդ հաղթանակի վառ վկայությունն է։ Բայց մեր ընդդիմադիր գործընկերները կարողանում են ցավոք սրտի արժեզրկել ու ոչնչացնել ցանկացած մի բան, ինչի հետ փորձում են առնչվել։ Առաջինը դա անում են այս պահի դրությամբ, ամենաշատը անում են հակակոռուպցիոն պայքարի հետ կապված։ Հարգելի գործընկերներ, կոռուպցիայի դեմ պայքարի մասով ես ձեզ ասեմ, մեր կուսակցության ամեն մի նախաձեռնող նիստը ձեր ամբողջ ֆրակցիայի 5 տարվա արածից 40 անգամ ավելի շատ բան է անում, որպես այդպեսին, սա որ իմանաք։ Որովհետև ձեր արածը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար է, ձեր արածը կոռուպցիայի դեմ պայքարի աղավաղում է։ Որովհետև այդ process-ը օրինակ ո՞նց է տեղի ունենում։ Բոլորով հավաքվում եք, բոլորով անխտիր, օրինակ Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Տիկին Աննա Գրիգորյանը, հավաքվում եք, ասում եք, եկեք գնանք բանում, սահմանադրական դատարանում, ապօրինի գույքի բռնագանձման օրենքի դեմ բողոք գրենք, ասենք, որ սահմանադրական դատարան չեղարկի այս օրենքը։ Դենց հավաքվում եք, բան եք անում, այդ որոշումը կայացնում եք բոլոր դրույթները այդ օրենքի վիճարկում եք, ինչի համար։ Որ ապօրինի հարստացածների, կոռուպցիոներների գույքը պետությունը չկարողանա բռնագանձի։ Հետո սահմանադրական դատարանում այդ գործը իհարկե պարտվում եք, դասական ընդդիմադիր անկարողության շրջանակներում, պարտվում եք այդ գործը, չկարողանալով պաշտպանել ձեր քաղաքական ղեկավարների ու նաև մասամբ նաև ձեր ապօրինի գույքը սահմանադրական դատարանում, ասում եք դե լավ, չկա, չենք կարողանում այս ապօրինի գույքի բռնագանձման դեմն առնենք, եկեք այս լարի վրա խաղանք։ Օրինակ ո՞նց է տեղի ունեցել, որ որոշել եք, չգիտեմ, ինչ որ կոռուպցիայի դեմ պայքարից խոսալ։ Դա ուզում եմ հասկանալ։ Սեյրան Օհանյանը, օրինակ, որպես խմբակցության ղեկավար, իր առանձնատնից, որը համարվում է ապօրինի գույք, SMS-ա գրել ձեր խմբակցությանը, ասել է հարգելի խմբակցություն, եկեք հավաքվենք այսօր։ Հետո ամբողջ խմբակցությունով գնացել հավաքվել եք, ենթադրենք կոնգրես հյուրանոցում, որը պատիվ ունի մի խմբակցության ղեկավարի պատմամբ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի գույքն է։ Հետո այնտեղ այդ ապօրինի գույքի մեջ նստած կոնգրես հյուրանոցի, օրինակ նստել մտածել եք, ասել եք, այ արի դու այս թեմայով հակակոռուպցիոն բաներ կխոսած, ես այս թեմայով հակակոռուպցիոն բաներ կխոսամ, հետո եկել եք ստեղ ու ինչ-որ բաներ եք խոսում, Ժողովուրդ ջան, ես դեմ չեմ, նույնիսկ այդ պարագայում ես դեմ չեմ, եթե ձեր բարձրացրած հարցերը իրական են, իմացեք, ես ամբողջությամբ խրախուսում եմ, որպեսզի դուք, որպես ընդդիմություն, խոսաք իրական կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց դուք դա աղավաղում եք, Ժողովուրդ ջան։ Որովհետև երբ որ ստեղից բան է ասում Տիկին Քրիստինե Վարդանյանը, ասում է մեկ անձից գնումով մանկապարտեզ են բանալ։ Մեկ անձից հետո նայում ես ասում ես ո՞նց մեկ անձից, դու ես բանալում, ասես ո՞նց թե մեկ անձից։ Հետաքրքրում ես դեռ մեկ անձից չի, մրցույթ ա եղել։ Այստեղ արդեն խոսքի արժանահավատությունը կորավ։ Ասում է փող են կերել։ Հետո մի հատ էլ էս հետաքրքրվում, տենում ես որ չի ընդունել քաղաքապետարանը այդ մանկապարտեզի շինարարությունը, ասես լավ, եթե փող են կերել, ո՞նց շինարարությունը չեն ընդունել։ Ախր դուք ձեզանից լավ ոչ մեկ այդ ցիկլը չգիտի էլի կոռուպցիոն, դուք դրա բաներն եք, ոնց ասեմ, պրոֆեսորներն եք, դոցենտներն եք ու չգիտեմ ինչ սև գոտի 5-րդ դան եք դուք այդ հարցում, հասկանում եք, ախր բանա, երբ որ կոռուպցիա է տեղի ունենում շինարարության մեջ, սիստեմը սենց է, փողը ինչ որ մեկը մրցույթ է շահում կամ մեկ անձից գնում է տեղի ունենում, փողի մի մասը տալիս է մրցույթը հայտարարողին, անորակ աշխատանք է անում, մրցույթը հայտարարողն է գալիս է անորակ աշխատանքի վրա աչքա փակում, կատարողականը ստորագրում է, ասում է ընդունեցի աշխատանքը։ Կոռուպցիոն ցիկլը համարվում է փակված։ Այն պարագայում, երբ որ մրցույթի հայտարարողը կամ գնում կատարողը աշխատանքը չի ընդունում, այդ ո՞նց է ստացվում, որ այդտեղ կոռուպցիա կա։ Այսինքն դուք հասկանում եք ձեր բանի աստիճանը, ձեր կոռուպցիայի դեմ պայքարը որպես այդպեսին եկել հանգել է հետևյալ կետին, դուք որպես ընդդիմադիր խմբակցություն եկել հանգել եք հետևյալ կետին։ Եկեք տենանք քաղաքապետարանը որտեղ աշխատանք չի ընդունել շինարարական,
Գնանք ասենք այդտեղ կոռուպցիա կա, անորակ աշխատանքը ցույց տանք։ Այդ էլ ցավը տանեմ։ Դուք որպես ընդդիմություն ում եք պետք, եթե պետքա գնաք քաղաքապետարանի արդեն իսկ տեսածը ասեք։ Ինչի մասին եք դուք։ Այդ ձեր տեսածը բանը, ինչ անում, քաղաքապետարանի փորձագետները կամ առաջ երկրորդ կարգի մասնագետները արդեն իսկ տեսել են այդ աշխատանքը չեն ընդունել, էլ դուք ինչ եք ասում։ Պարոն Մինասյան, ասեք ամենահարուստն եք դուք։ Ձեր անցած ելույթում տենց բան է, լուրջ եք ասում, պարոն Մինասյան, հա։ Լուրջ եք ասում։ Այս խմբակցությունից մեկը բան է առնում, 20 տարվա հիպոթեկով մի հատ տուն է առնում, 800,000 հատ լրատվամիջոց կենքան հոդված են վրան գրում, որ չգիտես ինչ է։ Այդ մարդը ասում է, վայ հարամալնի այդ տունը ինչ ասեմ, ասենք։ 20 տարի հիպոթեք պետք է փակի, հասկանում եք, խմբակցության падգամավորը, որը տուն է գնում, 20 տարով հիպոթեկով տուն է վերցնում։ Դրա մասին ինքան հոդված է գրվում, որ չգիտեմ, բայց ձեր կողքի պարոն Օհանյանի ըստ մեղադրանքի տունը գնահատվում է մի քանի միլիարդ։ Մի քանի միլիարդ, ասենք։ Ես կամ ասում եք բան է, մեդիաները ավելի շատ ձեր, պարոն Մինասյան, անկեղծ մեդիաները ավելի շատ մեր ձեռքում են, հա։ Երկու հատ լրատվական երևի հանեց դաշտի 100%-ը ձերն է ախր։ Մենք եկեք դուրս գանք, էլի ստեղից դուրս գանք հարգելի լրագրողներին, ասենք հարգելի լրագրողներ, ձեր խմբագրական քաղաքականությունը ո՞րն է։ Այդ չի կարելի այդքան արժի զրկել, էլի սեփական խոսքը։ Ես ձեզ անկեղծ ասեմ, միջև այս վերջերս ես ինքս ստեղից ելույթներ եմ ունեցել, հարցազրույցներում եմ ասել, դուք որպես ընդդիմություն ձեր գործը ուրիշ է։ Եկեք իրական Հայաստանի դաշտ, խոսեք Հայաստանի իրական խնդիրների մասին։ Ողջունում եմ, որ դա վերջապես սկսել եք անել, որ վերջապես էլ չեք խոսում Լեռնային Ղարաբաղից ու մնացածից, որ այդ բանը ձեր համար այդ առանցքային քաղաքական բանը մի կողմ եք թողել ու խոսում եք իրական Հայաստանի խնդիրներ, բայց դա էլ որակով արեք, ես ձեզ խնդրում եմ։ Ժողովուրդը անկեղծ եմ ասում, մեր կուսակցության ցանկացած տարածքային կազմակերպության, տեսեք ինչ եմ ասում, տարածքային կազմակերպության նախաձեռնողի նիստ մի 20-30 անգամ ավելի բովանդակային է կոռուպցիայի դեմ պայքարի առումով էլ, այն խնդիրների բարձրաձայնման առումով էլ, քան ձեր ամբողջ խմբակցությունը իրար հետ վերցրեց, որտեղ ինչ խոսում եք, ստի վրա եք հիմնում։ Ինքներդ գալիս եք ստեղ այս ամբիոնից ձեր խոսքի արժեքը մի հատ զերոյացնում եք, հետո արդեն ինչ որ բաներ եք ներկայացնում։ Այդ ես դրանից վատ եմ զգում, որպես առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որտեղ ձեր գործը այո իրականում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարելը պետք է, անկախ նրանից, որ այդ կոռուպցիոն երևույթների դեմ գործերով ավելի շատ դուք եք անցնում հասկանալի եւ օբյեկտիվ պատճառներով, անկախ դրանից։ Ամենավերջի կոռումպացված մարդն էլ, եթե իրական կոռուպցիոն դեպք կբացահայտի Հայաստանի Հանրապետություն, ես մենակ ուրախ ու շնորհակալ եմ։ Անկեղծ եմ ասում, իրապես շնորհակալ կլինեմ, բայց դա նորմալ արեք, որակով արեք։ Ձեր խոսքի արժեքը մի զրոյացրեք, դուք ընդդիմություն եք, հասկանում եք, ձեր խոսքի արժեքը շատ կարևոր է այս երկրի համար։ Ու երբ որ բան եք անում, գալիս եք ստեղ 90%-ը ստի վրա հենվելով բան եք ներկայացնում, ասում եք մեկ անձից գնումով սեփական թիմակցին մանկապարտեզի շինարարություն, հետո բացում ես տենում ես ընդամենը մի քլիկի հեռավորության վրա է դա ստուգելը, որ մեկ անձից չի եղել մրցույթով է տեղի ունեցել։ Որ ձեր բացահայտացնել ինչա, այնա ինչը որ քաղաքապետարանը արդեն բաց, այդտեղ արդեն ամեն ինչ կորում է։ Ու հաջորդ անգամ երբ որ մի իրական դեպք կբացահայտեք, ձեր խոսքի արժեքը այսքան արդեն իջած է ալնելու։ Ու ես դրանից վատ եմ զգում, որովհետև ես ձեզնից ավելի շատ եմ ուզում, որ այս երկրում կոռուպցիայի դեմ պայքարը հաջողության հասնի։ Շնորհակալություն։ Կներեք ու Տիկին գլխավոր դատախազ ձեզ հարց էի տվել նաև պարոնայք Քոչարյանների ունեցվածքի հետ կապված, քանի որ պարոն Դանիելյանը պնդել էր, թե Ռոբերտ Քոչարյանի որդիները միայն իրենց տաղանդով եւ աշխատասիրությամբ են հասել ունեցվածքի, ուզում եմ հասկանալ, թե Հայաստանի անկախությունից հետո տաղանդով եւ աշխատասիրությամբ ինչ աստիճանի ունեցվածքի էր կարելի հասնել, այդ չափը հասկանանք, որ մեզ դիտող հեռուստադիտողներն են գուցե ոգեշնչվեն։ Շնորհակալություն։ Պարոն Մինասյան, չեք գնում, չէ՞։ Իհարկե, ծխել եք հարգել եք ուրեմն, որովհետև միշտ երբ որ ես մոտենում եմ ամբյոնին, դուք գնում եք ծխելու։ Պարոն Մինասյան, այդ մանտրայի պես որ կրկնում եք ամեն անգամ, սպանեց մեր իղձերը, հանձնեց, ուրացավ, ձեզ պետք է մանտրաքարտեր տպենք, մանտրաքարտ դա կոչենք եւ ձեզ բաժանենք բոլորիդ, որ դուք հանկարծ չմոռանաք, շպարգալկայի պես միշտ դրած լինի, որովհետև ցանկացած անհասկանալի իրավիճակում դուք սկսում եք խոսալ։ Ուրացում, Արցախ,
Սա ինչի մասին է խոսքը։ Եկեք մի քիչ բան անենք, ձեզ անատոմիական վերլուծության ենթարկենք ձեր իշխանության կոռուպցիոն դեմքը։ Եվ սկսենք այն բանից, որ պարոն Մինասյան, երբ որ դուք կառավարությունում աշխատում էիք նախարար, եթե չեմ սխալվում, այդ ժամանակ էկոնոմիկայի նախարար էիք, Հայաստանում ստեղծվել էր այդ ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ։ Եվ ահա այդ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ոչ ավել, ոչ պակաս գլխավորում էր Հովիկ Աբրահամյանը։ Մարդ, որից այսօր ապօրինի գույքի բռնագազման մասին օրենքով միլիարդներ են պահանջում։ Եվ դուք այդ ժամանակ այդ կառավարության անդամ էիք, պարոն Մինասյան։ Հասկանում եք։ Դուք ասենք ոնց որ բանին գառներին պահտան գայլին ասեն դե պահի հանկարծ որևէ մեկը բան չանի։ Էսա ձեր հակակոռուպցիոն քաղաքականություն, դուք էլ այնտեղ նստած եք եղել։ Հիմա եկել ասում եք կոռուպցիա եւ ընդդիմության միջև կապը աբսուրդ է։ Ախր դուք ոչ թե ձեզ մեր հարցադրումները ոչ թե որպես ընդդիմություն, այլ որպես նախկին իշխանություն։ Ձեր կոռուպցիոն վարքագծի հիմնական բաները, արդյունքները կուտակվել են որպես նախկին իշխանություն, ոչ թե որպես ներկա ընդդիմություն։ Եվ մի հատ էլ աբսուրդ բան կա, որը հանրային դաշտում անդադ պտտվում է, եւ ճիշտ ասած այդքան էլ ես կարծում եմ շատերը դա կրկնում են առանց հասկանալու, որ ասում են այդ նախկին ներկա տրամաբանության մեջ, ասում է դե հերիք չես նախկիններից խոսակ։ Ոնց որ նախկինները բան են, հա, գնացք են, գնացել են, էլ չեն վերադառնալու։ Նախ այդ որ հերիքա նախկիններից խոսակ, այդ թեզը հորինել են նախկինները։ Որովհետեւ նախկիններից չխոսանք։ Որովհետեւ չգնանք իրանց հետևից ասենք ձեր գողացածը պետք է հետ բերենք, ձեր կատարած հանցանքների համար պիտի պատասխան տակ բան։ Հիմա ասում են, ինչ լինում, ասում է դե հերիք չի նախկիններից խոսանք։ Մյուս կողմից էլ ասում են, բա նախկինների թալանացը քիչ եք հետ վերադարձնում։ Բա հենց ասում ենք նախկինների թալանացը հետ վերադարձնենք, նախկինները դիմում են սահմանադրական դատարան, որպեսզի այդ օրենքը ճանաչվի հակասահմանադրական։ Ոչ չխոսանք բա նախկիններից, որովհետև նախկինները նաև ներկաներ են։ Չեն անցել գնացքի պես անվերադարձ չուկչակ չարակչակի բան հնչյունների ներքո։ Իրանք կան այստեղ նստած են, այս մարդիկ հիմա պայքարում են դրա դեմ։ Բա դրա մասին է խոսքը, բա Տիկին Լիլիթ Գալստյանը ասում է դեմ է մեր իշխանության մասին է խոսում, ասում է եւ այն դեմ է մեր քաղաքակրթական կոդին, հատուկ շեշտադրում է բանանում այսպես էքսպրեսիայում քաղաքակրթական կոդին։ Գիտեք որն է ձեր քաղաքակրթական կոդը, Տիկին Գալստյան, ձեր քաղաքակրթական կոդը մի անգամ ասել եմ մամուլում այդ վերնագրով, որ նշվել է Արինոտ տասնամյակն է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների։ Տասնյակ քաղաքական սպանությունները հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը Պողոս Պողոսյանը, սա է ձեր քաղաքակրթական կոդը։ Ձեր քաղաքակրթական կոդը բանն է՝ գույք պարտքի դիմաց, Մեղրին Ղարաբաղի դիմաց, Հայաստանը գուբերնատորի կամ ծայրակ գավառապետի դիմաց։ Եվ դուք այս քաղաքակրթական կոդի համար այսօր կռիվ եք տալի։ Էդ է ձեր իղձը, պարոն Մինասյան, որ ասում եք սպանել եք մեր իղձերը, կարող է սպանել ենք ծայրակ գավառապետ լինելու ձեր իղձերը։ Կարող է։ Դա հնարավոր է։ Խոսում եք ատելության մթնոլորտից հարգելի գործընկերներ։ Դուք ձեր ընդհանրապես խորհրդարանական ընդդիմություն եւ ձեր շրջապատող բանը, հանրույթը ատելության մարտագլխիկներն են, որոնք որ sense հարցակվում են ամենօրյա ռեժիմով Հայաստանի Հանրապետության դեմ։ Դուք նկատել եք, որ ցանկացած դրական օրակարգի դեմ կռիվ եք տալիս։ Ցանկացած դրական օրակարգի դեմ ընդդիմությունը խաչակրած արշավանք է անում։ Դա կլինի փառատոն, դա կլինի, ասենք, չգիտեմ, որևէ միջոցառում նվիրված երեխաների հունիսի 1-ի, ասենք, երեխաների օրվա կապակցությամբ։ Դա ցանկացած իրադարձություն Հայաստանում, որը պետք է առաջացնի դրական էմոցիաներ, ատելության մարտագլխիկները հարցակվում են այդ դրական օրակարգերի դեմ եւ փորձում են միայն ատելություն, դժբախտություն, անհուսություն եւ ապաթիա գեներացնել, որովհետեւ դուք այդտեղ եք միայն ծաղկում։ Դա ձեր բնական միջավայրն է, ձեր քաղաքակրթական կոդը փթթում է այդ միջավայրում։ Դուք ինչի մասին եք խոսում։ Հիմա եկել եք կամ ատելության միջավայրից մթնոլորտից որ խոսում եք։ Ես ընդհանրապես մի քանի օրինակ կարամ բերեմ, ժողովուրդ ջան։ Ատելության միջավայր գեներացնող չէր ձեր падգամավոր Գեգամ Մանուկյանի արտահայտությունը մոտ 700,000 քաղաքացիներին սեռական հայոյանք տալը։ Բա ատելության բան չէր, մթնոլորտ գեներացնել չէր, էլի ձեր պայքարող երիտասարդները, որ հարցակվում էին Գյումրիում, տարեց պապիկների վրա եւ բռնություն էին ենթարկում, որ ցանկացած քաղաքացու, որը չէր միանում ձեր Փրկության շարժմանը անվանում եք Թուրք եւ Դավաճան, դա ատելության մթնոլորտ չէր, որ ձեր վարչապետի տեխնացու Վազգեն Մանուկյանը այդ բանն էլ կա ուրեմն ինտերնետում, որ հանրության մի զգալի հատվածին չեմ ուզում բան անել, ասել թե ինչ էր անվանում, դա ատելության մթնոլորտի գեներացում չէր, որ քաղաքացիներին անվանում եք ժեղ, դա ատելության բան չէր։ Պարոն Մինասյան, երեք ասում եք, ինչու որևէ մեկը չի դատապարտել նախորդ օրը տեղի ունեցած բան եւ հատկապես շեշտադրում եք այդ դատապարտման վրա։
Ձեզանից որևէ մեկը դատապարտել է Վագն Ալեքսանյանի մայրիկի վրա քստմնելի հարցակումը։ Ինչ եք դուք արել այդտեղ։ Ձեր բանը ձերն ինչ էր անում, տերտերը ոնց էր, այն որ կարկուտ անձրև էր քշում։ Դա դուք տեսել եք ինքը ոնց ինչ ցինիկ պահվածքա ցուցաբերել հենց պարոն Ալեքսանյանի մայրիկի նկատմամբ տեղի ունեցած այդ քստմնելի վարկագծի նկատմամբ։ Բա դատապարտել եք դուք դա, թե մի հատ հերթապահ բան եք, նախադասություն եք ասում, հետո բան եք անում, շարունակում եք նույն տրամաբանությունը։ Կամ ասենք ինչ է նշանակում նույն այդ խավարամտության արշավանքը ցանկացած նոր բանի նկատմամբ։ Եթե նկատեք, մեր ընդդիմությունը հիմնականում ագրեսիվ պայքար է մղում, ինչպես դրական օրակարգեր, այնպես էլ նոր ինչ-որ հաջողված ռեֆորմների նկատմամբ։ Ասենք օրինակ հատկապես ագրեսիվ են պարեկների նկատմամբ։ Ասում են պարեկները բանով Volvo-ով իրենց գնում են բան, բայց պարեկները չեն կարա ոտով վազելով գնան հետո։ Պարեկները ինչ-որ մեքենայով պետքա գնան։ Դուք պետք է ուրախանաք, որ Հայաստանում պարեկները նոր ժամանակակից էլեկտրամոբիլներով գնում են եւ բան են անում։ Ասում պարեկները Volvo-ի մեջով գնում են եսի ինչ։ Volvo-ն եք թիրախավորում հիմա էլ։ Ամեն ինչից անցակ անցել եք Volvo-ներին։ Այ քեզ բան, հա, բայց հիմա կասել էի, հա։ Բան եք անում, ամենամեծ իհարկե խաչակրած խավարամտության արշավանքը դա ակադեմիական քաղաքի դեմն է։ Եվ որովհետեւ հասկանում եմ, որ այս ակադեմիական քաղաքը որ եղավ, իր վերջնանպատակը այդ խավարամտության բանն ալնելու, խավարամտությունը ջնջելն ալնելու Հայաստանի Հանրապետությունից։ Դրա համար էլ պայքարում են դրա դեմ։ Դրա համար էլ պայքարում են, ոնց որ Դրակուլան խաչից էր բանանում, այսահարվում, դիվահարվել չասեմ, պարոն Մինասյան, որովհետև այդ բառից ոնց որ դուք նեղսրտում եք։ Այսահարվում, ոնց որ Դրակուլան խաչից էր այսահարվում, դուք էլ այսահարվում եք ակադեմիական քաղաքից, պարեկներից, փառատոններից, լավ բաներից, երեխաների օրվան նվիրված լավ միջոցառումներից, ամանորյա տոնածառից, ցանկացած դրական օրակարգից դուք այսահարվում եք։ Հարգելի գործընկերներ։ Ահա։ Հիմա տեսնեմ ինչ ա մնացել լտակը։ Ասում է պարոն Մինասյանն ասում է, այդ ապօրինի գույքը, որ ասում եք հետ է բերվում, բա ժողովուրդը դրանից մի կոպեկ ինչ հատ է, պարոն Մինասյան, դա հոտենց չի, ձեր ժամանակվա պես չի, որ այդ գույքը վերցնեն գրպանները լցնեն, եւ դա ինստիտուցիոնալ ձևով է արվում։ Կարող եք գիտեք պետությունը Ռոբին Հուդն է, հեսա գնալու է բանը, ձեր բանը տները վերցնի բանի, ժողովրդին ասի ժողովրդյան մտեք ինչ ուզում եք արեք։ Բա դա կլինի հենց այդ գույքի նկատմամբ անարգանք, պարոն Մինասյան, դա տեղի է ունենում ինստիտուցիոնալ եղանակով մի բան, ինչը ձեզ հասու չի, որովհետև դուք դա չգիտեք ինչ է։ Ասում է ժողովուրդը մի բան տե, հիմա էլ բողոքում է։ Այն ժամանակ ասում էին ինչ ապօրինի գույք, չկա տես բան, հակասահմանադրական է։ Հիմա էլ ասում է, այդ ապօրինի գույքը չենք ասում թե չկա։ Կա, բայց ժողովուրդը դա չի տեսել։ Ժողովուրդը դա տեսնում է, բայց այդ եկամուտները, որ գնում են պետական բյուջե, հետո վերադառնում են ժողովրդին ինչ որ մի կերպ վերանորոգված ճանապարհների ձևով, վերադառնում են, չգիտեմ, ասենք սոցիալական որոշակի ծառայությունների տեսքով, ինչ որ միջնորդավորված, պարոն Մինասյան, որովհետև այդ բանը, որովհետև ես հասկանում եմ ձեր իշխանության մենտալիտետը, բա իմ քյարը որն է, որովհետև դուք ուզում եք, որ մարդը իր մեջ կոնկրետ երևույթի մեջ կոնկրետ նյութական քյար տենա, որովհետև ձեր իշխանությունը հիմնված է եղել այդ քյարի վրա, հասկանում եք, մի հատ ասացված կա, եթե չեմ սխալվում, ինքը նաև հայկական ասացված կա, էլի, ասում է աշխարհը դմակ, մարդը դանակ։ Հասկանում եք ինչ է, այդ դուք հենց դա եք, ձեր համար Հայաստանը մի մեծ դմակ ա եղել, դուք էլ դանակ եք եղել, եկել եք այդ դմակը ինչքան կարացեք կտրել եք, այդ դմակից ինչքան կարացել կերել եք, լցրել եք ձեր գրպանները բան, հիմա էլ ասում եք, բա այդ որ հետ եք վերադարձնում, բա ժողովուրդը այդ դրանից ինչ որ մի բան ունի թե չէ, իհարկե ունի, ժողովուրդը դա ամբողջը ժողովրդի համար է արվում, ատելության միջավայրից եք խոսում, ժողովուրդ ջան, բայց ձեր լրատվամիջոցների, դուք տեսել եք ձեր լրատվամիջոցների ատելության քարոզը բանի նկատմամբ, ընդհանրապես Հայաստանում որևէ այլընտրանքային կարծիք հայտնող մարդու նկատմամբ, որևէ այլընտրանքային դուք պարոն Մինասյան, ձեր ելույթը սկսեցիք այն բանով, որ դուք փորձ եք անում լրացնել որևէ հեռուստատեսությամբ հնչած որևէ կարծիք, նույնիսկ չեմ էլ կարծում թե այդքան շատ խորացել եք, ուղղակի որևէ կարծիք, որը դեմ է եւ ձեր կարծիքով կարելի է դրա վրա հայփ որսալ, դուք ասում եք եկեք դա էլ լրացնենք։ Ես ընդ որում չեմ մտնում այդ բանավեճի մեջ, բայց եթե մենք մի հատ բան անենք, վերլուծենք, դուք ավելի շատ եք ուզում Հայաստանում բանը ազատ մամուլը լրացվի, քան թե մենք։ Եվ դրա ամենավառապաստույցն է, որ այն Սրբազանի հարցազրույցի միջև հիմա չեք տեղադրել Աճպարարյան բանի։ Ինչ էր, Աճապարյան։ Ինչ էր, մի խոսքով, խիճեք այդ մարդու հարցազրույցը միջև հիմա տեղադրում ձեր բանին։ Եվ ամփոփելով հարգելի գործընկերներ, ներողություն, պարոն նախագահ, Տիկին Դատախազ, ես կարծում եմ, որ Հայաստանում հանրային կյանքի բազմաթիվ ոլորտներում արդարադատությունը էական առաջընթաց գործել է։
եւ հատկապես պատժի անխուսափելիության ինստիտուտը ներդրվել է։ Բանն այն է, որ շատ դեպքերում հնչեղ, հատկապես քաղաքական գործերով առաջընթացի պակասը ստվերում է ընդհանուր հանրային կյանքում արդարադատության առաջընթացը, որը տեղի է ունեցել։ Եվ այստեղ ես պիտի ասեմ, ուզում եմ միայն մեկ кейսի վրա ուշադրություն դարձնել եւ պիտի խնդրեմ այդ հարցին պատասխանեք։ Մենք խոսում ենք հոկտեմբերի 27-ից, խոսում ենք մարտի 1-ից, խոսում ենք Պողոս Պողոսյանից եւ մնացած ամեն ինչից, բայց նաեւ մեր բոլորովին վերջերս էլ Հայաստանում տեղի են ունեցել դեպքեր նույն շրջանակների կողմից, որոնք որ պատշաճ որոնց որ թե արդարադատությունը այդտեղ չի հաղթանակել։ Ինչ եղավ Արադ Միրզոյանի սպանության փորձի կազմակերպիչների հետ։ Ինչ եղավ, արդարադատության ձեռքերը հասան արդյոք այնտեղ եւ այդ գործը ինչ հետևանք ունեցավ։ Շատ ժամանակ քաղաքացիները, երբ որ մենք խոսում ենք արդարադատության մասին ու խոսում ենք հոկտեմբերի 27-ի մարտի 1-ի ու մնացածի մասին, մեզ ասում են, բա ինչ եղավ Արադ Միրզոյանի հետ կատարվածը։ Ես խնդրում եմ նաև պատասխանել այս հարցին, որովհետև պատժի անխուսափելիության ինստիտուտը պիտի վերաբերի առաջին հերթին հնչեղ քաղաքական գործերին, առաջին հերթին նրանց, ովքեր ունեն ազդեցություն, հետո բնականաբար եւ միաժամանակ նաև հանրային կյանքի բոլոր մասնակիցներին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի նախագահություն, հարգելի падգամավորներ, լրագրողներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ես փորձեմ կարճ եւ ըստ էության անդրադառնալ մի շարք հարցերի, որոնք հնչեցին մտքերի փոխանակման փուլում, բացի այդ ես երկու հարցադրման խոստացա, որ կանդրադառնամ իմ եզրափակիչ ելույթում, ուստի հերթով հարցերին եւ վերջում նաեւ պարոն Կոնջորյանի բարձրացրած հարցադրման կապակցությամբ կպատասխանեմ, թե ինչ փուլում է գտնվում վարույթը։ Նախ շնորհակալ եմ այս երկու օրերի ընթացքում ծավալված համակողմանի քննարկման համար եւ վստահեցնում եմ, որ աշխատանքի տեմպը չի պակասելու, ավելանալու է եւ աշխատանքի խորությունն ու բովանդակությունն էլ ավելի բարելավելու է մեզ համար։ Հաճելի էր շատ արդյունավետ քննադատության կոնտեքստում լսել նաև որոշակի sense թույլ նշмарվող գովասանք եւ մեզ համար դա պարտավորեցնող է հաղորդման բովանդակության վերաբերյալ չենք իջեցնելու այլևս նշաձողը եւ հաջորդիվ ազգային ժողովին ներկայացվող հաղորդումները բովանդակային առումով ել ավելի վերլուծական եւ կարեւոր են լինելու։ Պարոն Ալեքսանյան, Վագն Ալեքսանյանը դուրս եկավ, բայց ես իր հարցին պատասխանեմ, նշեմ Պարոն Ալեքսանյան, դուք հարց եք ուղղել Քոչարյան ընտանիքի կոնկրետ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով, ես նշեմ տվյալները կարող եմ ներկայացնել, որովհետև հայցը գտնվում է դատարանում հրապարակային դատաքննության փուլում, այսպես պատասխանողներ Ռոբերտ եւ Բելա Քոչարյաններից, Սեթրակ Քոչարյանից եւ Զարուհի Բադալյանից, Լևոն եւ Սիրանուշ Քոչարյաններից, Գանե Քոչարյանից եւ Վիգեն Չատինյանից, Հօգուտ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան $1.4 միլիոն չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, իրավաբանական անձանցից են Nairi Insurance, Toyota Երևան ընկերությունը, Target Group-ը եւ մի շարք այլ ընկերություններ, ավելի քան $4 միլիոն, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլիի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ Սա ընդհանուր այս պահին դատարանում գտնվող հայցագինն է Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց մասով։ Տիկին Թագուհի Ղազարյանը հարց ուղեց Տիկին Ղազարյան, ձեր կողմից նշված հրապարակումը 2021 թվականին ուղարկվել է օպերատիվ մարմին ստուգման։ Մենք ուղղակի օբյեկտիվ պատճառով չհասցրեցինք այս երկու օրերի ընթացքում ճշտել, թե ինչ փուլում է գտնվել կամ ինչ ընթացք է ստացել ձեր կողմից նշված հրապարակումը եւ հարցազրույցը, բայց առաջիկա երկու օրերի ընթացքում ձեզ գրավոր կպատասխանենք, թե օպերատիվ մարմինը ինչ աշխատանք է իրականացրել։ Պարոն Եղան, ձեր հարցին պատասխանելիս ես նշեցի, որ ենթադրություններից եւ մասնավոր օրինակներից ստացած տպավորությունների հիման վրա եզրահանգումներ չանելու համար մենք ձեր կողմից արտահայտված մտահոգության կապակցությամբ առանձին ուսումնասիրություն կիրականացնենք եւ դրա արդյունքները ձեզ հասանելի կդարձնենք։ Միայն կալանք խափանման միջոցի հետ կապված, քանի որ
նորից հարց բարձրացվեց, կրկնեմ, որ 2024 թվականին նախաձեռնված 58895 քրեական վարույթից մեղադիալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2282 միջնորդություն է ներկայացվել դատարան, բավարարվել է 2013-ը։ Եթե թվերը պարզ համադրեք իրար, մաթեմատիկական հաշվարկ իրականացնեք, ապա կտեսնեք, որ նշված վարույթներից 3.8%-ով է ընդամենը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացվել դատարան։ Խոսքը միջնորդությունների մասին է։ Ինձ անհանգստացրեց ընդդիմության ներկայացուցիչներից պարոն Մանուկյանի նշումը, որ դատախազությունը չի պատասխանել իրեն ուղղված հարցադրմանը, պարոն Մանուկյանը այստեղ չի, բայց ամեն դեպքում նշեմ, որ նույն հարցադրումն ուղարկվել էր նաև քննչական կոմիտե, եւ մենք քննչական կոմիտեից տեղեկություն էինք ստացել, որ արդեն պատգամավորին պատասխանել են, բայց հաշվի առնելով, որ նաև դատախազության պատասխանն է կարևորվում, երևի այսօր օրվա ընթացքում պարոն Մանուկյանը նույն պատասխանը կստանա նաև դատախազությունից, որպեսզի բաց չլինի հանկարծ պատգամավորին կողմից ուղղված գրավոր հարցման կապակցությամբ։ Նույն տրամաբանությամբ Տիկին Թագուհի Թովմասյանի կողմից նշված հրապարակումների կապակցությամբ արդեն ամփոփված են եւ Տիկին Թովմասյանին գրավոր կուղարկենք իր կողմից նշված մամուլի հրապարակումների արդյունքում կատարված աշխատանքը։ Տիկին Հակոբյանը հարց բարձրացրեց դատավարական ժամկետների հետ կապված, մենք այս առումով համակարծիք ենք եւ պատրաստակամ ցանկացած փոփոխության, որը ազգային ժողովը կնախաձեռնի, այդ թվում աշխատանքային կարգով պատրաստ ենք քննարկել, հատկապես մեզ համար մտահոգիչ են փորձաքննությունների ժամկետները եւ արդյունավետությունը, եթե պատգամավորները նախաձեռնություն կունենան, մենք այս առումով եւս պատրաստ ենք քննարկել։ Եվ պարոն Արմեն Խաչատրյանը հարց բարձրացրեց ըստ էության նոր լիազորության հետ կապված, սա կարծում եմ լրացուցիչ պիտի քննարկվի, որովհետև դուք ըստ էության ակնկալում եք դատախազությունից գոնե ձեր բանավոր խոսքից ես հասկացա մի բան, որը մեր գործառույթների մեջ կարծես թե այս պահին չկա, լրացուցիչ կարող ենք քննարկել, եթե դուք ներկայացնեք օրենսդրական նախագիծ, դա եւս գալիս է դատախազություն, կարող ենք նաեւ աշխատանքային կարգով քննարկել։ Պարոն Կոնջորյան, դուք մի հարցի անդրադարձակ, որի կապակցությամբ ես կցանկանայի ժամանակն օգտագործելով շատ կարճ ուղղակի նշել, քանի որ նաև պարոն Մինասյանի կողմից բարձրացվեց հարցը եզրափակիչ ելույթի ընթացքում, թե ինչպես է տնօրինվում ապօրինի գույքը, նշեմ, որ բոլոր գույքերը, որոնք վերադարձվել են Հայաստանի Հանրապետությանը, ամրացվում են պետական գույքի կառավարման կոմիտեին։ Բոլոր այն գույքերը, որոնք վերադարձվում են համայնքին, մեր կողմից գրությամբ լրացուցիչ տեղեկացվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը համայնքի բալանս նման գույքի վերադարձի մասին։ Ես մի քանի օրինակ կնշեմ, պարոն Կոնջորյան, որ նաև ձեզ համար պարզ լինի, թե ինչ ձևով է գույքը տնօրինվում, դա միայն դրամական միջոցներ չեն, որոնք մուտք են արվում վերականգնված միջոցների միասնական հաշիվ, դա օրինակ հայտնի ԱՕՔՍ-ի շենքն է, որը գիտեք կառավարությանը պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվելուց հետո այլևս վարձակալության իրավունքով է տրամադրվում եւ ամսական մոտավորապես 16 միլիոն 450,000 դրամի չափով վարձավճար է մուծվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը մեկ այլ տարածք ունի Երևանի կենտրոնում, որը բոլորովին վերջերս սեփականության իրավունքը վերջնականապես գրանցվեց Հայաստանի Հանրապետության, դա Չեխովի ներողություն Չայկովսկու դպրոցի հարակից տարածքում գտնվող բազմահարկ շենքի առաջին երկու հարկերից 238 քառակուսի մետր տարածքն է, որտեղ գործում է սրճարան, եւ այս պահին Հայաստանի Հանրապետությունը վարձակալության իրավունքով սրճարանին տրամադրել է այդ տարածքը որպես սեփականատեր եւ յուրաքանչյուր ամիս որոշակի մի քանի միլիոն դրամի հասնող գումարի չափով, այս պահին թիվը անգիր չեմ կարող հիշել, վճարվում է պետական բյուջե։ Բացի այդ, ահռելի տարածքներ, որոնք նախատեսված են հանգստի համար եւ անտառային տարածքներ են Երևանի կենտրոնական հատվածում արդեն, նույնպես վերադարձվում են Հայաստանի Հանրապետությանը եւ ամրացվում են պետական գույքի կառավարման կոմիտեին արդեն որպես անտառային տարածքներ օգտագործելու համար։ Ես նշեցի պարոն Ալեքսանյանի հարցին պատասխանելիս իմ ելույթից հետո Դիլիջանի մանկապարտեզի հետ կապված այսօր նաև Մարտունու մարզադաշտի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը կգրանցվի եւ այս երկու տարածքներն էլ Դիլիջանի մանկապարտեզը կառավարության նիստի արդյունքներով դառնալու է մանկապարտեզ, շահագործվելու է որպես մանկապարտեզ եւ գիտեմ նաեւ որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ունի լրջագույն ծրագիր Մարտունու մարզադաշտի հետ կապված, սա շարունակական եւ անդառնալի գործընթաց է եւ այս առումով
առիթն օգտագործելով կցանկանամ նշել, որ այո, դատախազությունը բոլոր հնարավոր առիթներով այս հարցերի մասին խոսում է, բայց կարծում ենք նաև, որ առաջնային մանդատով օժտված падգամավորները եւս իրենց այցելություններով եւ հետաքրքրություններով այդ գույքի նկատմամբ կարող են ցույց տալ, թե ինչ արդյունավետությամբ են այդ գույքերը տնօրինվում։ Օրինակ, անցյալ տարի շատ կարևորվեց Գավառի մանկատանը հարակից այգու վերադարձը Հայաստանի Հանրապետությանը եւ մենք լիահույս ենք, որ այդ կանաչ տարածք նստեության կդառնա համայնքի համար կարևոր ռեկրեացիոն գոտի, որի շուրջ աշխատանքները ելի պետք է ակտիվացվեն եւ շարունակվեն։ Սա ընդհանուր տնօրինման առումով, պարոն Կոնջորյան, որպեսզի նաեւ ձեզ համար ավելի պարզ լինի, թե ինչ ձևով են գույքերը տնօրինվում, դա միայն դրամական միջոցներ չեն։ Պարոն Միրզոյանի անձի կյանքի դեմ ուղղված հանցագործության մասով նշեմ, որ գործը գտնվում է դատարանում, մենք ունենք մեղադրյալ եւ հիմնական դատալսումների փուլում է դատավարությունը, հրապարակային է, այսինքն որևէ խոչընդոտ չկա տվյալ ստանալու հետ կապված, բայց նշեմ նաև, որ մի շարք վարույթներով, որոնք գտնվում էին դատարանում, արդեն ունենք վերջնական դատական ակտեր, որոնք վերաբերում են կեցավայրի վրա հարձակմանը, կեցավայրից կատարված կողոպուտներից եւ դրանց մասով էլ առաջին ատյանի դատարանների կողմից կայացված դատական ակտեր ունենք, քանի որ ձեր խոսքից հասկացա, որ այս առումով որոշակի ինֆորմացիոն պակաս ունենք, մենք առաջիկայում մի փոքր ամփոփիչ ավելի հանրային իրազեկում կանենք, որպեսզի падգամավորներին այդ հարցերը չուղվեն եւ մեր կողմից պատշաճ բարձաբանում տրվի։ Հարգելի նախագահ, ես ըստ էության ավարտեցի, կարծում եմ որևէ հարցադրում, որն ուղղված էր մեզ եզրափակիչ ելույթների կամ դրանից առաջ բաց չմնաց, կրկնում եմ, մենք շարունակենք մեր աշխատանքը այս նույն ձևաչափով եւ շնորհակալ եմ իրավապահ համակարգի բոլոր սրտացավ եւ պրոֆեսիոնալ աշխատակիցներին, ում համատեղ ջանքերի շնորհիվ իրողություն է դարձել այն, ինչի մասին այսօր մենք վստահ խոսում ենք, դա պետական շահերի պաշտպանությունն է, դա կոռուպցիայի դեմ պայքարն է, ապօրինի գույքի վերադարձն է եւ ընդհանրապես հանցավորության դեմ պայքարը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Վարդապետյան, ձեզ ևս շնորհակալ ենք հանգամանալի զեկույցի